Մեր ջանքերով, ստորագրահավաքով մենք կարողացել ենք հասնել նրան, որ Հայաստանը պիտի լինի Եվրոպական միության անդամ, եւ որին պիտի անմիջապես, իդեպ այդ քննարկումների ժամանակ Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի նախագահը ասաց, այս օրենքին պիտի հաջորդի անմիջապես DCFTA-ի շուրջ բանակցությունները, այսինքն Հայաստանը պիտի հայտարարեր Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը կախակայելու եւ եվրոպական մաքսային տարածքին միանալու վերաբերյալ բանակցություններ։ Ես հանդիպել եմ փոխվարչապետի հետ դրանից անմիջապես հետո կարևոր քննարկումներ ենք ունեցել հասկանալու համար ոլորտային ինչ բանակցություններ պիտի սկսվեն։ Ոչինչ չի արվել եւ դրա շուրջ մենք ունենք այո խորը անհամաձայնություն, որովհետեւ եւ տեմպի եւ խորության եւ բովանդակության շուրջ չունենք ընդհանուր ընկալում, բայց սա չի նույնիսկ ամենակարևոր հարցը։ Ես կարծում եմ, որ մենք պետության ամրության, ներքին դիմակայունության եւ դիմադրողունակության շուրջ կարևոր հարցեր ունենք, որը վերաբերում է օրինակ արդարադատությանը։ Նայեք, այս ընտրությունների ամբողջ գործընթացը ուրեմն ուղեկցվում է տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից գող, ավազակ, կոռուպցիոներ, ուրեմն այսպես բաներով, պիտակավորումներով։ Ես ասում եմ, մենք ինչ քաղաքական միջավայրում ենք, եթե այդ մարդիկ գող են, կոռուպցիոներներ են, ավազակներ են, իսկ ես լրիվ համաձայն եմ այդ բնորոշումների հետ, այդ մարդիկ ոչ թե պիտի ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունենան, այդ մարդիկ պիտի համապատասխան ազատազրկման վայրերում պիտի ցուցմունք տան։